Կա նախագիծ, կա ապագա, չկա նախագիծ, չկա ապագա։ Վարչապետն է ներկայացրել իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային ձևակերպումներից մեկը։ Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։ Պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանի ապագան տեսնում է որպես միջազգային ճանաչված, բաց սահմաններով, խաղաղ, ժողովրդավարական, իրավական պետություն, հավելելով, որ դրա հիմքում ֆունդամենտալ արձանագրում կա։ Մենք պետքա դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը եւ մենք պետքա դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքի հայրենիքն է։ Մենք գտել ենք այն հայրենիքը, որը փնտրում ենք եւ այլ հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չունենք, որովհետեւ այդ երազանքի հետ կապված, տեսեք, շատ ուղիղ թղթակցվում է։ Իսկ ո՞րն է երազանքը, ո՞րն է։ Երբ որ մենք երազում ենք հայրենիքի մասին, մենք կորցնում ենք հայրենիքը։ Իսկ երբ որ մենք առերեսվում ենք, որ մենք մեր երազանքին հասել ենք, մենք էլ ենք հանդարտվում, բոլորն էլ հանդարտվում են եւ մենք կենտրոնանում ենք մեր գործի վրա, սկսում ենք մտածել ինժեներու, ավելի շատ մտածել բարեկեցության, երջանկության, հարստանալու եւ հարստացնելու մասին։ Վարչապետն ասել է, որ մտածելով հայրենասիրության մոդելի մասին, սարսափով արձանագրել է հայրենասիրության բոլոր սիմվոլները ստեղծվել են 1940-ից 75 թվականներին։ Բա այդքան կարդացել ենք, որ Խորհրդային Միության գլավլիտը, ամեն տառը, ամեն նախադասությունը պետքա ունենար թույլտվություն, պետքա ունենար հնարավորություն, բա ոնց որ մեր հայրենասիրության մոդելը, ոնց որ Չարենցին ու Բաքունցին Խորհրդային Միությունը 37 թվին ոչնչացրեց ու հանկարծ ընդ որում մի մասին գուլագներից հետ բերեցին։ Ասին հələ ինչեր ունեիք, հələ մի հատ բերեք տենանք ինչ կա, ինչ էիք գրել կամ ինչ սևագիր կամ նախագիծ ունեիք։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Մենք այս հարցերին պետք է առերեսվենք, թե չպետք է առերեսվենք։ Մենք խոսում ենք մեր կախվածությունների մասին։ Եվ մենք դժգոհ ենք մեր կախվածություններից, ճիշտ է։ Մենք մեր կախվածությունն էլ պետք է մոդելավորենք։ Այդ ինչ է այդ կախվածությունը։ Ինչի վրա է հիմնված այդ կախվածությունը։ Այդ կախվածությունը հիմնված է մենակ մի բանի վրա։ Մեր միջավայրի նկատմամբ մեր վախից։ Մեր միջավայրի նկատմամբ վախից։ Այսինքն մեզ կախված լինելու համար պետք է մենակ մի բան՝ վախ մեր միջավայրի նկատմամբ։ Եվ ընդ որում այդ վախը ունի օբյեկտիվ հիմքեր, հարցը դա չի, դրա մասին չի։ Բայց խնդիրն այն է, մենք այդ վախը ուզում ենք կառավարենք, որի արդյունքում մենք ունենանք անկախություն, թե մենք թողելու ենք, որ մեզ շարունակեն կառավարել մեր վախերով։ Ընդ որում, երբ որ մեզ շարունակում են կառավարել մեր վախերով, շատ լավ էլի համաձայն ենք, հələ ինչ որ մի մասով մենք գիտակցված կառավարվում ենք այդ վախերով։ Բայց երբ որ եկավ այդ գիտակցության առարկայացման ժամանակը, ես նկատի ունեմ 20-ից 22 թվականներին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Պարզվեց, որ այդ ոչ մի բան ընդհանրապես զրո, ոչ մի արժեք չունի։ Կադրերին վերաբերող խնդիրները շատ հաճախ կապված են եղել ռազմավարության բացակայության հետ, որովհետև մենք մոլորված ենք, հայտարարել է վարչապետը պատասխանելով կադրային քաղաքականության մասին հարցին։ Հայաստանի մասին մեր պատկերացումը որն է այնուամենայնիվ Հայաստանը որն է։ Հասկանեք, հնարավոր չի էֆեկտիվ կառավարել, երբ որ դու չգիտես քո հիմնարկը հազար ներողություն, այս կոպիտ, երբ որ դու չգիտես քո հիմնարկը լավ որն է։ Հնարավոր չի կառավարել այդ հիմնարկը, երբ որ դու չգիտես քո հիմնարկը որն է։ Մեր խնդիրը Հայաստանի բոլոր ժամանակների, բոլոր իշխանությունների մեծագույն խնդիրը եղել է այն, որ տենց էլ մեր ոչ մի իշխանություն չի իմացել լավ իր հիմնարկը որն է։ Ընդ որում տարբեր իշխանություններ չեն իմացել տարբեր չափով։ Մի իշխանություն չի իմացել այս չափով, մյուս իշխանությունը չի իմացել ավելի մեծ չափով, այն մյուս իշխանությունը չի իմացել ավելի մեծ չափով։ Հիմա իմ առաջարկը այն է, որ մենք կադրային հարցի լուծման համար գաղափարական պատրաստվածությունը։ Ասենք օրինակ Մասիս ծառը ինչի ենք մենք Մասիս ծառի բանը հանում սահմանային կնիքի վրայից։ Ընդ որում դա առաջացել է հայտնվել 2004 թվականին, որը արտահայտում է այդ իմ ասածը, որ մի իշխանությունը մի ձևի չի իմացել իր հիմնարկը որն է, մյուս իշխանությունը երկրորդ ձևի չի իմացել, այն մյուս իշխանությունը երրորդ ձևի չի իմացել։ Որովհետև մենք ուզում ենք իմանանք մեր հիմնարկը որն է, ժողովուրդ ջան։ Մեր հիմնարկը որն է։
Եկեք մոդել դնենք, որ պետությունը պետք է ուժեղացնի անհատին մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Առաջարկել է վարչապետն ու նշել, թե ինչպես պետք է դա իրականացվի։ Այդ հարցին ես ունեմ 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ 4-րդ, 5-րդի մասին կարող ենք 4-րդ, 5-րդի մասին մտածենք։ Երբ որ ես այո ինձ համոզմունք այս ասում եմ հարգելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում լավ ապրող մարդկանց 80%-ի լավ ապրելը կապված է իրանց կրթության հետ։ Պետության կարևոր ռազմավարական ծրագրերից է մարզերում տեխնոլոգիական ոլորտի գործունեությունը երաշխավորելը, հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը ու մատնացույց արել, թե ինչ գործոններ են անհրաժեշտ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Պետք է ինտերնետ, պետք է խաղաղություն։ Եթե խաղաղություն չլինի, բացառված է, ինչ ուզում ենք անենք։ Օրինակ, Երևան կապան նորմալ հնարավորինս հաճախ չվերթները։ Օրինակ իմ աշխատանքային գրաֆիկում, երբ որ այդ չվերթը կա եւ ես գնում եմ եւ օգտվում եմ դրանից, ես մեր գործընկերներին ասում եմ մենք չենք գնահատում, որովհետեւ այս չվերթը որ կա, սա մարդու կյանքը փոխող բան է։ Հիմա ես նախորդ անգամ առավոտ վեր եմ կացել, զբոսնել եմ Երևան քաղաքում, սրճարան եմ մտել, սուրճ եմ խմել, նախաճաշել եմ, մեկնել եմ Կապան, մի քանի ժամ խորհրդակցություն եմ արել, քննարկում ենք ունեցել դեսպանների հավաքի ընթացքում, վերադարձել եմ եւ ճաշել եմ իմ ընտանիքի հետ եւ երեկոյան անցկացրել եմ հանգստի մեջ։ Հասկանում եք, այս նկարագրությունը ինքը հեղափոխական նկարագրություն է, որովհետև ես սովորաբար պետքա ժամ 6-ին շարժեի գնայի Կապան եւ ժամ 12-ին երևի կհասնեի հետ գալ կամ պետքա գիշերեի։ Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակներից է հենց պատմական Հայաստանը, ընդգծել է Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, թե ինչպես է առաջացել իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Պետության ղեկավարը ձևակերպել է, որ պատմությունը շարունակ մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, մի գնացեք այսօր գոյություն ունեցող Հայաստանը պատմական դարձնելու ճանապարհով։ Լիանա Խաչատուրյան, Կիրակ Նորյալ լուրեր։